Շուրջան, առել են 2 սալոտ։ Չգիտեմ, ամեն մեկը մի բան են ասում, մեկ ասմա սև սալոր, մեկ ասմա Վիկտորիա, Թամբուլ, նայեք, մեծությունը, ինչ ըմտիրությունը։ Հիմա եսի պետք է լվանամ, մաքրեմ, կորիզները հանեմ ու դնեմ լիմոնի աղը լցնեմ ջրի մեջ, ջրով բացեմ, ինչքան որ ծածկի ու լցնեմ այդ ջրի մեջը մնա 2 ժամ։ 2 ժամ հետո պետք է հանեմ լավ լվանամ ու դնեմ սիրոպը պատրաստեմ էփեմ։ Բաղադրատոմսը կգրեմ հոլովակի տակ։ Հիմա լվանանք, մաքրենք։ Ինչ անենք, պիտի մաքրենք։ Եթե սկսել ենք, պիտի վերջացնենք։ Ուրախությունով ելնեք, դուք էլ առեք, պատրաստեք, հիմա կակրաս սեզոնն է։ Գնացինք։ Շուրջան, թանագով փորձեցի, լավ չեղավ։ Այս կարտոշկան մաքրելու հարմարանքով, տանակ, ասենք, հա, շատ հեշտ է լինում, սենց։ Մի քիչ պետք է ուշադիր լինեք, ձեռքերներդ չվնասեք, այսենց մաքրում ենք, հեսա ցույց տամ։ Ու միջի կորիզը մարդկա մատիտով է հանում, ես տեսել եմ հատուկ գործիք կա, համ գիլազ հանելու, բալ հանելու, սրա համար էլ կա ակազեց այդ գործիքը, բայց ես չունեմ, քանի որ ես չունեմ, ես հանում եմ բանով, թանակի օգնությամբ, կողքից ճղում եմ ու հանում եմ, որ չբաժանվի իրարից, ուղղակի բանա, պետք է այդ գիծը, վերջ, ավելի լավա կորիզը հանենք, նոր մաքրենք, որտև այդ գծի տեղը, որ մաքրում ես, կորում է, էլ չես իմանում, որտեղից հանես, այսենց, նոր մաքրենք, էլի կլինի, վերջ, հիմա բոլորը մաքրում ենք, բայց չգիտեմ, ճիշտ եմ ընտրել, թե չէ, ասեցին բանա, սև սալորա, այդ ում մոտ որ տեսել եմ երեխեք ջան, այսենցը ցույց չի տվել, սորտը չի ասում, ուղղակի ասում է սալոր, դե սալորա, սալորի 100 հատ տեսականի կա, 1000 հատ, դաժե կարելի ասել, այս քոքի մասը նորից պիտի հանենք երեխեք ջան, շատ ակուրատնի, մեծ չենք անում, բայց փոքր, այսենց, որ մաքուր լինի, համ կտրածա կորիզը մեջը չի արդեն, ուսեին շարունակ, հիմա լրիվ կմաքրեմ, ես ինձ պետք է մաքրած 2 կիլոգրամ, ես հեսա կմաքրեմ մի քիչ շատ, կկշռեմ, որ չափսերը չխառնենք իրար, էդ էլ չի ասել ախր, 2 կիլո չմաքրած, թե 2 կիլո մաքրած, ես չեմ հասկանում, եթե բաղադրատոմսը նկարում եք, դնում եք, ժողովուրդ ջան, լրիվ դրեք, ասեք, բանա, մաքրած, թե անմաքրել, կորիզները հանած, թե չհանած, նու դա, կորիզները ցույց է տրել, որ հանում է, մի հատ ապարատով, ինքը ապարատ ուներ այդ հանողը, չիմացա տենց էլ ինչ ազգեր, հայ չէր, ասեմ իմանաք, ինչ ազգեր չգիտեմ, հետո այս ձևի բաղադրատոմս ես առաջի անգամ պիտի անեմ, չեմ կարող ասեմ, թե էլի եմ արել, սուտ կլինի, լիմոնի աղով առաջի անգամ եմ լսել, Вообще-то մենք վարենին էփում ենք, լիմոնի աղը գցում ենք, որ չշաքարակալվի, ճիշտ է, բայց ինքը դնում է լիմոնի աղի մեջ 2 ժամ թողում է, в общем, փորձենք էլի, մի բան կլինի, ինչ էլ չլինի ուտելու բան է, էլի, միտեղ որ շաքարա, ընդեղ համով կլինի, վերջ, հիմա մաքրեմ, վերջացրեցի, կշռեցի, ուղիղ 2 կիլոգրամ, ավել չեմ արել, հիմա վերցնում ենք ջուր, միլիտր, երևի միլիտր, այսի չգիտեմ ինչքան է, բայց այնքան որ ծածկի, մի ճաշիկ տալ լիմոնի աղ, ավելացնում ենք ջրի, մի ճաշիկ տալ էլ սոդա, սովորական խմորի սոդա, մտան ռեակցիայի մեջ երկուսն իրար հետ, հլնայիք ոնց է թշում,
Այ քեզ բան։ Բայց ճիշտ է, ես չգիտեմ։ Մտան ռեակցիայի մեջ։ Ահա, հալվեց, ռեակցիան անցավ, լսում եք մեր սալորների վրա։ Ահա։ Բայց ոչ բոլորը ծածկեց։ Կարող է մի քիչ էլ ջուր ավելացնեմ պրոստը։ Հա, կարելի է, ինչի՞ չէ, որ բոլորը ծածկի, էլի։ Մի քիչ էլ ջուր ենք ավելացնում նորից։ Վերջ։ Այս սենց, հիմա վերևը ես մի բան կդնեմ։ Всё, վերջ։ Հեսա վերևը մի հատ ափսեկ տնեմ, հարմար, որ ամբողջը պտուղը մնա ջրի մեջ։ 2 ժամ թողնելու ենք սենց, 2 ժամ հետո կլվանանք լավ ու ցույց կտամ։ Հիմա մի հատ ափսե տնենք վրան ու վերջ։ Մեր 2 ժամը լրացավ, մեր սալորները ջրի մեջ, սենց լավ մնացել են, այս սոկի մեջ, ես ոնց ասեմ, տեսեք մի հատ ձեր տվեցի բան եղավ, բացվեց իրարից, պետքա էփելուց վապշե չխառնենք, ձեռք չտամ, հիմա սառը ջրի տակ լավ լվանում եմ, սիրոպը սարքում ենք, ուղարկում ենք սիրոպով գազօջախի վրա, որ պատրաստվի, էփվի, գնացինք լվանալու, հիմա մեր պեսոկը արդեն շաքարավազը պատրաստ է, ավելացնում ենք վրան ջուր, հիմա ես կտեղափոխեմ գազօջախի վրա, խառնելով նենց անենք, որ հալվի, հենց հալվի, արդեն սալորները կլցնենք մեջը, սալորը արդեն լավ լվացրել եմ սառը ջրով, որ սոդա բան չմնա էլի մեջը, վերջ, տնեմ, հիմա սիրոպը արդեն պատրաստ է, լցնում ենք մեր սալորները սիրոպի մեջ, այսենց ակուրատնի շարում ենք, որ չպոկվի իրարից էլի գոնե, դե ես չկարողացա մատիտով հանեմ կամ ինչ-որ մի բանով, ես դանագով ճպեցի, հանեցի, ոչինչ, տենց էլ ոնց որ դիլիմաց ըլն էլի, էդ էլ ա չէ գեղեցիկ, ամեն ձևն էլ իրա գեղեցկությունը ունի, ոչինչ, հիմա պետք է մարմանդ կրակի վրա կես ժամ էփվի, առանց խառնելու, չենք խառնելու հացարձակ, բայց եսի չի բանանում ծածկում երեխեք սիրոպը, չգիտեմ ոնց ա լինելու, ինչ ա լինելու, ամենայն դեպս տեղավորվեց, լավոր տեղավորվեց, հիմա ինքը ջուր ա տանում դուրս, գիտեք չէ, ոնց ըլնի էլի միրգը ջուր կտա դուրս, սենց չի մնա, ջուրը կտա ու մենք բան կանենք, մենք արդեն կտեղավորենք, ես փոքրներ կծենք, վերջ, հիմա թողնում ենք սենց, մարմանդ կրակի վրա էփվի, ուժեղ չենք անում, արդեն էփվում է, ու չենք խառնում, կես ժամ սենց էփվում է, երևի ես բերանը կփակեմ, Հեսա կրշկով կփակեմ ու սպասենք մինչև պատրաստվի։ Ցույց տամ մեր վարենին պատրաստ է։ Տեսեք ինչքան ընտիր է եղել։ Ճիշտ է։ Ինքը ճակ ունի։ Դե կտրել ենք էլի, սենց դնում եմ ափսեի մեջ, որ մոտիկից ցույց տամ ավելի։ Գույնը նայեք, տեսքը ինչքան համով ընտիր վարենի է։ Հենց որ անպայման պատրաստեք, լցնենք թանկաները ու սպասենք խաղաղ ծմերվան։ Ծմերը կա, համով վայելենք շողովուրդ ջան։ Անպայման պատրաստեք, դուք էլ ունեցեք ձեր տանը, ինչի չլինի։ Հիմա որ լույսերը անջատվեց։ Էսի լավ նշան չէր։ Ճիշտ է։ Խոսքը բերանս մնաց, որ ասեցի էժանա հիմա պատրաստեք, ձմեռը վայելեք, էներ լույսերը անջատվեց, ոչինչ, ինչ անենք, անջատվեց, էդ էր,
ամեն օր անջատում են, ջուր լույս, ոչինչ, մենք էլ առանց լույսի կլսնենք, կարևոր է տեսնում ենք լվոր, անգով, չի երևում, բայց դե լավ է, ընտիր, դեզ ձեր մոտից, դե ինչ ժողովուրդ ջան, սև սալորի վարենին պատրաստ է, սևից ստացանք այս դեղին խնկանման գույնը, չէ, ոնց որ խուն կլինի, համով առաջի անգամ պատրաստեցի, բայց շնորհակալ եմ, շատ լավն է, շատ ընտիր է, լիմոնի աղ, սոդա, զարմանալի է, ընդամենը երևի կիլո կես կանգնեց, հա էլի, այդքան, շաքար է լավ, շաքար, այս դիետիկ չի, ես չեմ ուտելու, նվիրելու եմ, արդեն մեկը, ահա, ունեմ ստեղ, էլի բանգեկի կողքը, այս երիք հատն էլ կնվիրեմ էլի, կամ տունը մարդ կգա, կուհիրասիրեմ չայ, նենց որ պատրաստեք սիրով ու վայելեք, ինչի ոչ, ես սիրում եմ ամեն ինչը փորձեմ, փորձարկեմ, տեսնեմ, եթե լավ է, խորհուրդ եմ տալի, եթե լավը չի, խորհուրդ չեմ տալի, դե խորհուրդ եմ տալի, պատրաստեք, նկարները ուղարկեք, կարաք ուղարկեք անձնականով Instagram-ից direct, կարաք YouTube-ում, ոնց որ ձեզ տեսնեմ։